Այսօր վաղ առավոտից Ամիրյան 18 և 18A, ինչպես նաև 24 շենքերի բակերում իրարանցում էր։ Դադարեցված շինարարությունը վերսկսվել է։ Բնակիչների տվյալներով շինարարությունն իրականացնում է ֆլեշ ՍՊԸ-ն և մտադիր է հերթական բազմահարկ կառուցել։ Ով է տվել այդ իրավունքը ինձ զրկել արևի լույսից իմ ընտանիքին, երեխաներին։ Լրիվ մեր դիմացը փակում է 14 թե 16 հարգանի շենքով։ Դուք կարող եք ինձ բացատրեք հիմքերը այն փաստի, եթե այստեղ կանգնում է ճար քաղաքապետը գլխավոր, վարչապետը ու քաղաքապետը նայում են մարդիկ իրանց բերանով ասում են, որ այո, դուք ճիշտ եք, իրավունք չունեին սենց բան կատարելու։ Բնակիչներին այսօր վրդովեցրել էր նաև իրենց Բաքում ազգային ժողովի նախկին պատգամավոր հանրապետական Գագիկ Մելիքյանի հայտնվելը։ Կարծում են, որ նա էլ է ցանկանում նորակառույցից բնակարան ձեռք բերել։ Ես ուղղակի պատահական ստեղով ասում։ Բնակիչների շինարարություն իրականացնողին եւ նրան թույլտվություն հատկացնողին հիշեցնում են, իրենց շենքը Բաղդադից է եւ վթարային։ Մի քիչ տրակտորը աշխատել է, ամբողջ շենքի պատերը քանդվել է։ Վերսկսված շինարարության դեմ բողոքող բնակիչները պահանջում են իրենց Բաքում ավելացնել կանաչ տարածքները։ Թող գան մի հատ այլ երստեղ կառուցեին, քաղաքապետը գար լենթը կտրեր։ Վարսիկ Բեգլայանի անունով այգի դնենք, կանաչապատենք, ծառի տնկենք։ Բնակիչների խոսքերով այն, որ ապրում են անօրինական երկրում, իրենց չի խանգարի հանդուրժել իրենց գնահատմամբ հերթական ապօրինի շինարարությունը։